Կրկին ասեմ բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան Առավոտ լսոյի ուղիղ եթերին եւ հիշեցնեմ, որ շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու այս պահին։ Եվ թեման է. ինչ է անձնական սահմանը, ինչպես սովորել ասել ոչ եւ երևի թե սա ամենադժվար պահն է, ինչպես ճիշտ մերժել մարդկանց։ Եվ իմ հյուրն է քոուչ հոգեբան առաջնորդության մարզիչ Էլմիրա Հովհաննիսյանը։ Ողջույն Էլմիրա։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերքի համար։ Շատ հետաքրքիր թեմա եք ընտրել։ Իսկապես հետաքրքիր է եւ շատ կարեւոր է բոլորիս համար։ Եվ արդյոք ինչպես եւ երբ են ձևավորվում այդ սահմանները։ Սահմաններ ասվածը շատ տարբեր դաշտերում, սկսած նյութականից, ֆինանսականից, նաեւ էմոցիոնալ դաշտից ձևավորվում են շատ վաղ մանկության մեջ։ Երեխան ծնվում է առանց այդ սահմաններ գիտակցելու, շատ ժամանակ նկատած կլինեք փոքրիկ բալիկները իրենք իրենց քերում են, վնասում են առանց հասկանալու իրենց սահմանները, այստեղ իրենք հետազոտում են իրենց ֆիզիկական սահմանները նաև։ Եվ մենք մեծերս, ովքեր շրջապատում ենք այդ բալիկին, մեր վարքագծով առաջին հերթին ցույց ենք տալիս եւ սովորեցնում ենք ինչպես դնել սահմանները։ Մենք ծնողները սովորեցնում ենք երեխաներին առաջին հերթին։ Առաջին հերթին եւ ովքեր որ շրջապատում են, եթե օրինակ տանը տատիկ, պապիկ կա, մեծեր կան, բոլոր մեծերը մասնակցում են այդ դաստիարակությանը, սովորեցնելու process-ին։ Միանշանակ։ Եվ սովորաբար ասում են, ես այդպես չեմ ասել, ես այդպես չեմ սովորեցրել, բայց ցույց են տալիս իրենց օրինակով։ Ես արդյունավետ ամրապնդվում է երեխայի մեջ բոլոր պատկերացումները սահմանների մասին հենց ծնողների վարքագիծը տեսնելով, ինչպես են իրենք վարվում, ինչպես են իրենք հաղորդակցվում մյուսների հետ, շփվում, ասում ոչ, կամ ընդունում, կամ վերցնում ուրիշի դերը իրենց վրա, եւ մենք սա ֆիքսած գալիս ենք մեծ կյանք, ու այստեղ նույն ձևի մեզ դրսևորում։ Սովորաբար պահանջում է շատ երկար ժամանակ, երբ որ մենք գալիս ենք այդ գիտակցությանը, սկսում ենք հասկանալ, որ այ մի բան արդեն կարող ենք մենք փոխել եւ մենք արդեն լիարժեք մեծ ենք, այնքան մեծ ենք, որ կարողանանք մենք մերը դրսևորել եւ փոխանցել հաջորդ ծերունին, մեր երեխաներին նոր ինչ որ սահմաններ, հա, նոր ձևաչափեր, նոր շփման եղանակներ։ Պատկերացրեք, եթե երեխան օրինակ իր տիկնիկը վերցրել են, հա, հյուր է եկել, ինչ որ բալիկ իրեն, միասին խաղացել են, ինքը շատ տենց ընկերասեր է խաղացել են, բան, ու իր տիկնիկը ուզել է հյուր բալիկը։ Ինչ են անում ծնողները, այստեղ վարքագիծը ծնողների շատ կարևոր է։ Հյուրընկալող բալիկի ծնողը հնարավոր է ասի, գիտես քո տիկնիկը տուր, մենք քեզ հետո նոր տիկնիկ կգնենք, նորը ավելի գեղեցիկ եւ այլն, բայց չէ որ աղջիկը իր տիկնիկն էր ուզում։ Այստեղ ոնց որ ծնողները ցույց տվեցին, որ քոնը կարևոր չի, հյուրը ավելի կարևոր է, հյուրինը ավելի կարևոր է։ Հյուր եկած բալիկի ծնողները նույնպես կարող են ասել, դե լավ, տանը դու շատ տիկնիկներ ունես, մենք քեզ ավելի նորը կգնենք, ավելի լավ է եւ այլն, բայց չէ որ ինքը ուզում էր այդ տիկնիկը, հա, ու այսպես շատ բարդ process-ում, անգամ եթե այս բալիկին նոր տիկնիկ գնեն, այն բալիկին նոր տիկնիկ գնեն, այստեղ ավելի կարևոր է ոնց կվարվեն ծնողները, ոնց գրագետ կբացատրեն։ Իսկ միգուցե երբեմն պետք է չխառնվել եւ չբացատրել եւ երեխաները ինչպես կկիսեն այդ տիկնիկը, իրենք դա է ճիշտը։ Եվ թող այդ սահմանները հենց իրենք գծեն։ Հա, եթե բալիկը արդեն որևէ անգամ տեսել է ու ֆիքսել է, որ ինքը կարող է դա անել։ Այլապես, եթե թողեցիք, որ իրենք որոշեն, այդպես էլ ենք անում, իհարկե, ծնողներն անում են, այդ պարագայում ստացվում է այն բալիկը, որը երբևէ չի տեսել, որ կարելի է քոնը ունենալ, սեփական ունենալ, այդ բալիկը չի կարողանա իր սահմանները դնել, ինքը կզիջի, այդտեղ կզիջի հաջորդ անգամը եւս մեկ անգամ, մեծ կյանքում էլ կլինի այնպես, որ երբ որ
օրինակ ընտանիքում դերեր բաշխվեն կամ օրինակ աշխատավայրում ժողովի ժամանակ ինչ որ մեծ նախագծի մասին խոսեն ու պետք լինի դերեր բաշխել, ինքը կասի, սա էլի ես կանեմ, նա էլի ես կանեմ, այդ մեկն էլի ես կանեմ, կամ էլ կզիջի բոլորը։ Այո։ Եվ նա չի լինի իր համար արդյունավետ։ Եվ այս դեպքում եւ այն դեպքում նա կարա սպառվի։ Շատ գործ իր վրա վերցնելուց մասնագիտական այրումը հեռու չի, միանշանակ կարող է գալ, իսկ ասենք անթազիջելուց էլ էմոցիոնալ կնստի, կմտածի, բա ինչի էսպես, բա ինչի էս սա չարեցի եւ այլն, ամոթի զգացում կունենա, զայրույթ ինքն իր վրա ու այսպես շարունակ։ Երբ օրինակ խոսքը գնում է սահմանների մասին, ծնողները հատկապես դեռահասների շատ մտահոգված են լինում ոնց անել, դրա համար դեռահասները սկսում են դիմադրել, հակադրվել ու այս ամենաարդյունավետ բանը, որ սկսվում է իրենց այդ սեպարացիա կոչված ժամանակահատվածը։ Այստեղ ծնողի խնդիրն է առաջին հերթին թույլ տալ աշխարհագրորեն ինչ-որ առարկաների միջոցով, սահմանել երեխայի համար, դեռահասի համար իր տարածքը։ Օրինակ ոնց կարա դա լինի։ Եթե ունեք երկու դեռահաս, որ նույն սենյակում են ապրում, հնարավորություն չունեք առանձնացնեք իրենց սենյակները, գոնե մահճակալները պիտի առանձին լինի։ Հյուր եկավ ձեր տուն, հայկական մենտալիտետի մեջ, չենք ասում, մահճակալը զիջի, դու կգնաս ինչ-որ միտեղ կքնես, բայց հյուրը ավելի կարևոր է։ Տարանջատենք երեխաների հագուստը պահարանի մեջ։ Սա քո դարականներն են, այս մեկը քո դարակներն են։ Դավիթ, Արամ, ձեր դարակները առանձին են։ Ձեր իրերը առանձին են։ Դու կարող ես ունենալ քո իրը։ Ձեր ընկերներն են առանձին։ Այո։ Հենց ամենակարևորից սկսենք։ Այո։ Կա այդպիսի բան, հատկապես եթե մոտ են տարիքով։ Այո։ Կամ զույգ են լինում։ Կամ զույգեր են, եթե շատ տարածված է, որ ունենում են նույն ընկերները, հետո ընկերների հետ տարբեր տեսակի հարաբերություններ են ձևավորում, ու այստեղ կարա լինի կոնֆլիկտներ։ Միշտ կա այդպիսի բան հոգեբանության մեջ, որ ասում է գոյություն չունի բացարձակ սեպարացիա առանց որը մեկ կոմպոնենտի բացակայության դեպքում դա ֆինանսականն է, դա աշխարհագրականն է եւ էմոցիոնալն է։ Այսինքն եթե դու կարողացել ես դնել քո սահմանները եւ տարանջատվել մյուսներից օրինակ աշխարհագրորեն, դու որևէ այլ քաղաքում ես ապրում, այլ վայրում ես ապրում, բայց չես տարանջատվել էմոցիոնալ առումով, դեռ կախվածություն ունես, օրինակ աղջիկները ամուսնանում են, գնում են եւ սկսվում է ամեն օր, օրը մի քանի անգամ զանգել, պատմել, խոսել, այս արեցի, գնացի, եկա, նստեցի եւ այլն։ Այս նշանակում է էմոցիոնալ կապը չի կարողանում դեռ բաց թողնել եւ այս մարդու մոտ շատ մեծ է հավանականությունը, որ ինքը կունենա խնդիր նաև ոչ ասելու, սահմաններ դնելու, իր սահմանները ճանաչելու մեջ։ Լավ, իսկ ինչպես ենք սովորում այդ սահմանները դնել։ Արդեն հասկացանք մանկության տարիներին հենց ծնողները իրենց օրինակով են դա ցույց տալիս, իսկ չափահաս տարիքում հնարավոր է այդ սահմանները վերանայել, վերափոխել։ Միանշանակ։ Առաջին հերթին հասկանալ, որ ես արդեն այն երեխան չեմ։ Այն պահին, երբ օրինակ առաջացավ միտքը այստեղ ասել ոչ, թեթև միտքն անգամ երբ եկավ, ասել դա ազդակ է, կարևոր ազդակ է, որ այո պետք է ասես ոչը։ Այո, պիտի ասես, դրա համար դու արդեն բալիկ չես, մեծ ես, չափահաս ես, հասուն ես, իրավունքն ունես, արժանի ես ասելու ոչ, եւ կարող ես տնօրինել քո կարծիքը ինքդ։ Հիմա մոտենում ենք ամենակարևոր հարցին. ինչպես այդ սահմանները դնել ծնող երեխա հարաբերությունների մեջ։ Մի փոքր անդրադարձ է, առաջին հերթին սահմանը, սա իմն է, սա քոնն է։ Օրինակ հատկապես մամաներ, որ ծես նման, գեղեցիկ, հիասքանչ, լի կյանքով ապրող, ունենում են օրինակ դեռահաս աղջիկներ, իսկ ես արդեն ունեմ։ Առավել եւս ես ծանոթ կլինի։ Աղջիկները սիրում են մամայի շորերից մի բան վերցնել, թաքուն հագնել, մամայի օծանելիք օգտագործել, բիժուտերիան, հա։
Այստեղ սահմանել, որ սա իմն է, սա քոնն է։ Բայց դա վատ է, որ երեխան երբեմն կարող է օգտվի, երբեմն ձգտում ունենա մայրիկից ինչ-որ բան վերցնել։ Նայեք, դուք կարող եք Պարտադիր է այդ սահմանը դնել եւ ասել, որ ոչ սա իմն է եւ դու իրավունք չունես։ խոսել այդ մասին, առնվազն, հա, ասել, որ սա իմն է, ինձ դուր կգա, որ դու հագնես, բայց դու գիտես, որ սա իմն է, դու պիտի ինձ վերադարձնես դա։ Ինքը ճանաչի, որ այդտեղ կա սիրո կտոր, Եվ կարող է վերցնել օգտագործել, բայց անպայման պիտի վերադարձնի։ վերադարձնի։ Ճանաչի, որ սա իրենն է, մամայի հետ կարելի է սա, օրինակ, իսկ մեկ ուրիշի հետ դա այդքան էլ ընդունելի չի։ Կարծում եմ, այս կտորի մեջ ամենակարևոր մասը անկեղծությունն է, բաց ու պարզ խոսելը, հա, թե ինչը ընդունելի է, ինչի մեջ որ էմոցիաներն ենք տեսնում, օրինակ, այս կտորի մեջ տեսանք սիրո արտահայտում, Զիջել, նաև զիջել եւ վստահել։ Վստահել, այո, կարող է օրինակ կուզենա դեռահասը կրել իմ թանկարժեք ժամացույցը, պատկերացնենք, հա, բայց նաև այդտեղ վստահության կտոր կա։ Արդյոք ես վստահում եմ իմ թանկարժեք ժամացույցը, երբեմն ավելի շատ գալիս է ոչ։ Այո, եւ այդտեղ ես պիտի շատ վստահ ասեմ։ Ինքս պիտի առաջին հերթին վստահության զգացում ունենամ, նոր հետո այդ վստահության կտորից ասեմ, որ գիտես, ոչ։ Հանգիստ կարողանալ ասել նաև մերժել երեխային ու ասել ոչ, բայց երբեմն շատ հաճախ ծնողներն են խախտում երեխաների սահմանները։ Միանշանակ, ցավոք սրտի, Այո, այդպես լինում է։ Ծնողները խախտում են երեխայի սահմանները, համարելով, որ երեխան ամեն ինչով պարտավոր է իրեն։ Նրանք իրավունք ունեն բացարձակ։ Այո, Իսկ երեխաները այդ իրավունք չունեն։ Նորից երևի մեր այդ մենտալիտետից գալացող շատ բաներ կան, բայց դրա հետ մեկտեղ ընդհանուր շատ տարածված է ծնողը ասում է ես քեզ ունեցել եմ, դու իմ բալիկն ես եւ դու ոնց որ ինձ պարտավոր ես այդ ամեն ինչով։ Միակ պարտականությունը երեխայի կարևոր չի ինքը քանի տարեկան է կլինի, այդ երեխան արդեն 40-ն անց, թե դեռ 15 տարեկան դեռահաս։ Ամենամեծ պարտականությունը երեխայի լինել երջանիկ։ Այո, սա ամենակարևոր պահն է եւ վերջին հարցը ինչպես սովորել ասել ոչ։ Սա հենց դեռահասներին եւ ծնողներին է հատկապես վերաբերվում։ Ոչ միայն ես կասեմ, քանի որ աշխատանքային փորձից ելնելով անընդհատ տեսնում եմ նաև շատ շափահաս մեծ մարդիկ, բայց որոնք չեն կարողանում ասել ոչ։ Այո։ Աշխատողի փոխարեն ղեկավարը գնում է աշխատանք անում ու այսպես շարունակ։ Նորից գիտակցել ու գալ այդ գիտակցությանը, որ ես բավականաչափ մեծ եմ, իրավունքն ունեմ, կարող եմ եւ դա ինձ պետք է առաջին հերթին, որpիսի ես կարողանամ ասեմ ոչ եւ հիշել այն, գիտեք, օթանավի մեջ սովորաբար ամենասկզբում ցույց են տալիս կանոնները, եթե վթար լինի, ոնց փրկվենք եւ այդտեղ ամենակարևոր կանոնը, որը միշտ հնչում է հոգեբանության մեջ, դիմակը վթարի դեպքում մաման առաջին հերթին ծնողը իրեն, հետո նոր բալիկին։ Ես եմ ամենակարևոր մարդը եւ եթե ես չփրկվեմ, ես չեմ կարող օգտակար լինել մյուսներին։ Այս կանոնը կօգնի անպայմանորեն ասել ոչ։ Շատ լավ օրինակ բերեցիք։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան այս հետաքրքիր զրույցի համար։ Կարևոր եւ հետաքրքիր։ Ես եմ շատ շնորհակալ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք։